Ողջույն։ Այսօր միասին լուծելու ենք հետևյալ խնդիրը, որը ընդ որում լուծվել է Python ծրագրարման լեզվով։ Խնդիրը հետևյալն է. գրել ծրագիր, որ մուտքում ստանալու է 3 ամբողջ թիվ եւ արտածում է այդ թվերից մեծագույնը։ Այս խնդիրը լուծելու համար մենք նախ եւ առաջ պետք է հայտարենք այդ 3 փոփոխականները, որոնց արժեքը որոշվել է ծրագրի աշխատանքի ընթացքում, արդեն անցնենք հաջորդի ալգորիթմի իրականացմանը։ Դե եկեք սկսենք փոփոխականների հայտարարմամբ, գրենք, որ num1-ը հավասար է eval input, eval-ը դնում ենք, որպեսզի մենք ներմուծենք թիվ, այսինքն մեր input-ի արդյունքում ստացված տեքստը ինքը փոխակերպի թվի, num2-ը հավասար է eval նորից input, եւ այս տողից կարելի է կրկնել արդեն num3-ի համար, եւ այսպիսով ես ստեղծեցի 3 փոփոխական num1, num2, num3, որոնք համապատասխանաբար իմ խնդրի պահանջում այդ 3 ամբողջ թվերն են։ Հաջորդիվ պետք է արդեն այդ թվերից գտնել մեծագույնը։ Տեսեք ինչ է ալգորիթմը իրենց ենթադրում։ Ասում է եկեք ի սկզբանե գտնենք առաջին երկուսից մեծագույնը եւ այնուհետեւ այդ մեծը կհամատնենք num3 հետ եւ ըստ էության դա էկրանին կարտացենք։ Այս գործողությունը կարանք երկար իրականացնենք, սակայն ես գրել եմ կարճ տարբերակով։ num1, num2-ից մեծագույնը ես կգրեմ num1-ի մեջ։ Դրա համար կստուգեմ, եթե num1-ը փոքր է num2, ապա այս դեպքում num1-ը հավասար է num2։ Այսինքն num1-ի մեջ գրվեց num2-ի արժեքը, այսպես ասենք, եւ հակառակ դեպքում նշանակում է, որ num2-ն է փոքր num1-ից, իսկ դա ինչ չի հետաքրքրում, որովհետեւ իմ նպատակը գտնել այս երկուսից մեծը ու այդ մեծը գրել num1-ի մեջ։ Արդյունքում այս ծրագրի աշխատանքի արդյունքում num1-ի մեջ գրված է այդ երկուսից մեծագույնը, այսինքն num1, num2-ից մեծագույնը գրված է num1-ի մեջ։ Հիմա ես մեծագույնը, այս երկուսից մեծագույնը պետք է համեմատեմ num3-ի հետ եւ նորից գործելու է նույն սկզբունքը։ If եթե այս դեպքում եկեք եւս մեկ անգամ մեծագույնը գրենք num1-ի մեջ, եթե num1-ը փոքր է num3, ապա այդ դեպքում num1-ի պարունակությունը պետք է փոխվի։ num1-ը դառնա num3։ Այսպես։ Այս կեցլակետը պետք չի ստեղի։ num1-ը դառնա num3։ Եվ հիմա պետք է էկրանին ուղարկի print անենք num1-ը դառնա num3։ Print անենք num1-ը։ Այ այսպես, եկեք աշխատացնենք ծրագիրը, քանի որ ես Google Colab-ում եմ գտնում ու առաջին անգամ առաջին պրոյեկտս եմ գրում, մի փոքր ինքը երկար է run լինում։ Այսպես։ Հիմա ներմուծենք հետևյալ արժեքները 1, 2 եւ 3։ Տեսեք, տվեց 3, մեծագույնը տվեց։ Հիմա ներմուծենք հակառակ կոմբինացիայով 1, 3, 2, տվեց նորից 3, 2, 1, 3, տվեց 3, 2, 3, 1, տվեց 3, 3, 2, 1, էլի 3, եւ 3, 1, 2, նորից 3, այսինքն ծրագիրը ճիշտ է աշխատում։ Եվս մենք անգամ անցնենք ալգորիթմի վրա, ուրեմն տեսեք, առաջին քայլով մենք գտնում ենք num1, num2-ից մեծագույնը։ Դա վարվում ենք այս մեկ if գրելու միջոցով, այսինքն, եթե num1-ը փոքր է num2, գտնում ենք մեծագույնը եւ մեծագույնը գրում ենք num1-ի մեջ։ Եթե num1-ը փոքր է num2, նշանակում է, որ num1-ի մեջ պետք է գրվի num2-ի արժեքը, որովհետեւ ես որոշել եմ, որ մեծագույնը պետք է գրվի num1-ի մեջ։ Իսկ հակառակ դեպքում, սրա հակառակ դեպքը նշանակում է, որ num1-ը մեծ կամ հավասար է num2։ Այլևս ինչ որ բան անելու կարիք չկա, որովհետեւ num1-ը ի սկզբանե մեծ է num2-ից։ Այնպես որ ամեն ինչ նորմալ է։ Եվ արդյունքում այս մի if-ի միջոցով ես num1, num2-ից մեծագույնը գտել եմ, դա num1-ի մեջ է գրված։ Հիմա num1-ը պետք է համատեմ num3-ի հետ, նորից նույն սկզբունքով։ num1-ը փոքր է num3։ Եթե num1-ը փոքր է num3, ապա num1-ի մեջ գրում եմ num3-ի արժեքը, հակառակ դեպքում ոչինչ չեմ անում, որովհետև հակառակ դեպքում նշանակում է, որ num1-ը մեծ է num3-ից, մեծ կամ հավասար է, իսկ դա լրիվ նորմալ է, որտեղ ես ուզում եմ մեծագույն արժեքը գրվի num3-ի մեջ։ Եվ վերջում արդեն արտածում եմ print եմ անում num1-ի արժեքը, մեծագույնը գրել եմ num1-ի մեջ։ Եթե այստեղ հայտարարել հավելյալ փոփոխական, ապա ստուգումների քանակը մի փոքր ավելի կերկար էր։
Վերջ ընկերներ, այսքան այս խնդրի համար կարծում եմ բարձր եւ հասկանալի, եթե հարցեր ունեք մեկնաբանության դաշտում անպայման գրեք, սիրով պատրաստ ենք պատասխանել, չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, տարածել մեր վիդեո դասերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։